Հոգի սիրուն ես։ Բայց ես իրոք զազում եմ։ Հա, դու տեկել է։ Կամ ավոտն է վերկանամ սրտիկս։ Բարի լույս չես ասում։ Բարի լույս շատ սիրելի վարժանորդներ։ Ոնց եք լավ եք։ Ապրես։ Ես արդեն գնում եմ դպրոց։ Ապրես։ Այսօր ես ձևով եմ տղան։ Բան դրել է, շե, Գաթա դրել եմ։ Ուզում ես չուպսել դիր, եթե ուզում ես։ Դե դիր։ Վերցրու։ Բաղում եմ ես դիրել։ Ազիզ, հրեն։ Լվացքը հանել եմ այս կոմից։ Մի րոպե բոլես։ Հրատի դուր, այդքան շատ չեմ տանում։ Այս մի հատիկ կարամ տանում։ Մեկն էլ վերցրու։ Չէ, Վերցրու ծովը տան։ կարողատամ, կարող ուտեմ։ Հա, դե տես։ Դիր ես կտնեմ։ Դիր պայուսակիտ մեջ։ Մայսակն եմ ու գնամ դպրոց։ Սա սիրուն ես։ Դուրսում տնանք ինչ եղանակ։ Արի դե, հեռախոսդ էլ դիր պայուսակի մեջ։ Ալեքսս։ Հիշում ես չէ, որ գալուցել ես դնելու պայուսակիտ մեջ։ Ուսդ չես կցում, թե ձեռքիդ ես բռնում։ Ջուրը ծրել ես։ Չէ, ընդեղ կլցնես։ Հա, կլցնեմ։ Սպասիբա լաս։ Եթե տեսնեմ փակա կարամ հայտնեմ։ Չէ, փակ չի։ Գնաց դες դպրոց։ Սիրուն ես, քեզ խելոք ես պահելու, հիշում ես, չէ։ Հա, խելոք եմ։ Իրոք անջեփ չէր։ Հա։ Խոնավ եղանալ։ Գնում եմ դպրոց հավատատի։ Այ որտաշի շուշան։ Նոր ենք եկել, խադավադի դուրսը։ Նաց դպրոց կզանգ եմ ու շատ շտունի։ Այ սրտիկս, դե գնա։ Հոտը ծիրի դիազի, դու կարում ես տենի, ծիրի դիմերն է, հաստատ կարում ես։ Շուտ ես գնամ, մամսուր։ Հա, գնալ եմ մազը ես կտրեմ, կոֆե ես տնում, դիթե չի։ Հա, ոնց չէ ասում թե։ Հա։ Նայ փողոցն Ալեքս ջան։ Սրտիկ։ Ահա, մաման էլ գնում է մազերը կտրելու, ես էլ ինչ անեմ, Նիկայիս շորերն եմ իրիկուն է լվացել, սուրճը տնեմ մինչև էպվի, տանեմ լվացքս փռեմ ու գամ։ Սիրելիներս, բարի օր, այսօր գժուկ մարտի վերջին օրն է, ամսի 31-ն է, դե գիտեք, իմ տեսանյութերը միշտ մի օր ուշ են տեղադրվում, այսինքն կլինի երևի ամսի 1-ին, այսօր առավոտից Ալեքսին դպրոց եմ ճամփու դրել, բարձացել եմ ստեղ, որ այդ բարձանալն է, ճիշտ ադրսում անձրև է գալիս, բայց ես եկել մաքրել, պատուհան, կաղուիկ, սենց էլի ամեն ինչ արել եմ, որ այսպես ասած
Հայել եմ էլի սենյակը, ճիշտ է, մի քիչ նեղված էի, գիտեք, Նիկան գնացել է, ամեն դեպքում, էսա ժամը 2-ն է, ու պլյուս դրան էլ վարպետն եկել է, ուզում եմ իջնեմ ներքև, որովհետև խոսակցություն ունենք անելու, գործեր ունենք անելու, հավատս չի գալի, որ զալս արդեն մի քիչ իրան նմանվել է, այս հագնեմ, երեխեք, այս շորը ինչ առել էի, փոշմանել էի, որ առել էի, որովհետև ասել եմ, չէ, սևը չեմ սիրում, բայց երևի տրամադրության հետ է էլի, ճիշտ է փառք տիրոջը, Նիկան նորմալ տեղահասել, բայց դեռ այդ մենակության հետ, որ ճիշտն ասեմ, չեմ հարմարվում, չգիտեմ։ Այդքան բան, հիմա իջնենք ներքև, հելա դրսեմ, ինչ գժոտ եղանակա, շատ բաներ եմ արել, այս Ալեքսիս ոնց դեմ երևի գնա հետևից փաստորեն, ինչ խայտառական ձև ա գալիս, ձյուն էլ ա, հա գալի, Ալեքսը սետանը չի, դպրոցում ա էլի, ստեղ սենց մաքրել եմ ու իջնեմ ներքև, այս կոնը հետը ստանեմ, մնացածը հետո, հելա, ուրեմն իջել եմ ներքև, մազերս քանդել, որովհետև մի քիչ բողոք եմ էլի, մարդ ես մի օր էլ կարաս բողոք ես, մի օր էլ կարաս նեղությունդ կիսես, որովհետև դուք իմ բարեկամներն ու հարազատներն եք, միշտ ասել եմ, չէ, ես եթերում չեմ ասում բարելույս հարազատներս ու բարեկամներս, որովհետև այդ ազրբարանների շատ են միանում, դրանց էլ ինչ բարեկամ ասես, իսկ ստեղ արդեն իմ էջում, իմ սիրունների հետ, իմ լավ բարեկամների հետ, եկեք մի քիչ անկեղծ զրույց ունենամ, այս ծտերից եմ էլ ադրես ասում այսօր մի այդ կարգի, ու ինձ թվում է այսօր ոչ մի բանը չեմ հասցնում, սա առաջի դեպքն է, որ Ալեքսս տուն գա ու տանը ուտելու ապուր չունենամ, ընդեղ հեն ադրել եմ, որ էդվում է, բայց պատրաստ չէր դեռ, որովհետև խառն էի, նեղված էի, ամուսնյակիս առաջ կոֆեն եմ խմելու, ձեր հետ միասին, ես կգնեմ իմ սուրճը, դուք էլ գրեք ձերը ու գնանք գործերով, տրամադրությանս համահունչ 3 գլուխ սոխ եմ մաքրել, ձուն կեսը կոտրել եմ, կեսն էլ թողել, սաղ գործերս կիսատ պրատ եմ անում, չգիտեմ ես խիեմ սենց, մի տրամադրությանս համահունչ, սոխ մաքրեմ, աչկերս մի լավ լուծնեմ, ու որ ասեք անա այդ ինչ հայր է, լացում ես թե չեք, ասեմ չէ, սոխ եմ մաքրեմ, բայց սրտով դեռ լացմել եմ, ինչի չէ, մարդ ենք, էմոցիաներ ունենք, ապրում ենք, շնչում ենք, իմ համար իմ ամուսինը սովորական մեկը չի, ինձ հարազատ տարած մարդ է, ճիշտ է 20 տարի միշտ ընդհատումներով ենք իրար հետ ապրել, բայց մեկս մյուսին հարգել ենք հաստատ, ու դա մեծ բան է, ու հարգում էլ ենք այնպես չի, ինքը սխալ ասեց, որ այդքան լավ օրերից հետո տունդ սենց կիսացվում է, ասեք, որ լավ չի, էլի, ու ես արդեն դացնում եմ, ուզում էլ էի, որ աչկերս մի հատ թրջվին, են ներսիս նեղությունը դուրս գա, երեկ ես չէի սպասում, որ
այդքան կնեղվեմ, որովհետև մտածում էի Ալեքսիս միշտ բան էի էլի, ոնց որ սենց անընդհատ ասում էի, հանկարծ չլացեր, չէ մամա ջան, հո ես աղջիկ չեմ, բան, ու առավոտից հասկացա, որ չէ, այս երեխեն այս անգամ էլ մտկում է լացում, երեխեք մտկում եք, որ ինքը լացն է, թերից ուժեղ արուն է գալիս, ու ես դրանից վախենում եմ շատ, ճիշտ է, փառքաստու, դեմը կարում ես առնես, բայց դրա փառքաստուն որն է, դրա համար ես իրան տնից հանեցի, ես կարայի մամայից մոտ թողայի, հեչ չլինի կամ էլ հարևանից տանը թողայի, փառքաստու, մամաս ինձանից լավ անայում, հարևաններս էլ շնորհակալ են, որ տենց լավ հարևաններ ունեմ, բայց ասի չէ, եկեք իրան տանից հանեմ, Սոխը մաքրեցի, մի լավ լացելա, մի հանգիստ խոսանք, ասում եմ եկեք իրան տանից հանենք, սիրելի հետևող տեսա, ու Ալեքս գաթ հետ կերել էիր, հացա վտկանը, բախանութից ինչ առար, սոկ, ինչ սոկ ես առել, հա, այս ինչ եմ, հա, պամիկով ծվայցով շախտ ու խոսանք, հա, մի րոպե, կարակս վերջացել էր, մի հատ կարակ համել, դնել, թողորնի այսօրվանից վсё, անցնենք մեր բնական կյանքին, փորձենք կյանքը շարունակվում է, ասելիքս ինչ էր, մի խոսքով, Ալեքսիս հետս տարա, ընդեղ զգացի, որ ինքը լացն է, Էտա հետո չդիմացավ, ես դիտավորյալ էի խոսացնում, որ ինքը ասի, արտահայտվի ու այդ պրոցեսը հանկարծ չլինի, ծնող ես արդեն դուք երեխեք լավ գիտես, չէ, հետո կոֆես ոնց եկավ, ու դեռ գալիս է, գիտեք, մի խոսքով ականջները ցած չտանեմ, չցավացնեմ, դրա համար այդքան խոսացվի, որ իրա մեջի այդ բանը դուրս գա, ավելի լավ ինքը ձենով լացի, քան մտքում, որովհետև ես իմերը, ու էլի նկատում էիք, չէ, ինչքան ինքը զուր, այն մատիկս վեջ բերանին էր դրել ու հունգուր էր անում, որ կյանքիս կեսի չապը գնաց այդ բանը. Սուրճս լցնե. Որ ճիշտն ասեմ, միտքեր կուզեի հետ նոտեմ, բայց ես պահին սուրճ. միտքը հետո. եկեք ծուներ կոտրեմ, որ հանգից լղջով, ձերքերս տողում աղիտեք, չէ, այ ինչ բանա բնական ձուն, տեղին, զլզլան միջուկով, Ալեքսն ինձ ասում է, մամա արի հավ պահենք, բայց թե ասելը քիչ է բագործողությունը, տարվա մոտ 3 ամիսը ես տանը չեմ մտնում, այդ հավերը կամ խեղճ մորս դրատ եմ մնա, կամ էլ հարևանիս, այդ էլ որ հեչ պետք չի, դրա համար չուզեցի, ստեղի չել եմ, վարպետիս հետ էլ մի հատ կոֆե խմել,
Վարպետը արդեն էս պահին ալիքնա, սենյակի գործերից դեպրծանք, են էլ նականներ, ուղղակի ուզում էինք շուտ դրներ, տենց դրա համար։ Հիմա սիրելիներ ջան, դրա համար էի Ալեքսիս այդքան ասում, խոսացնեմ, որ իր մեջից դուրս գա այդ լացը։ Հլա ասեք տեսնեմ դուք սրանցից որն եք սիրում, սա օվկիանոսից են կոմից է եկած, սա էլ, սրանք գիտեք ես այս այն շատ սիրում, սա էլ է շատ համով։ Երեքվանից են կոմ սրիստս ծավում է, դե բնական է, կանցնի, էտ էլ է անցնելու, վայ ուզում եմ տանիչ պարցով, մի րոպե։ Հանգստություն։ Մեր անհանգստացա, որ այդ խիտնից խելոքած է։ Մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, էդ էլ մեր երեկվա օրը կարդում եմ տեսանյութ նկարեցի։ Նկարելուց հետո մտածում եմ արժե թե չէ։ Այնքան գրեցի կանայք ջան, ինչ ա եղել ուր եք։ Ասում եմ Աստվածին դրի ոտար մարդիկ ոնց են էլի իմ հանունը տեղադրեն։ Տեղադրեցի, ձեզանից շատերին էլ մեր հետ լացացրեցի, բայց հոգուս ցավը դեռ չի անցել, դեռ ընքան թարմա, որ ես գիտեմ, մի քանի օր պետքա սենց լինի, երեկ տուն եկանք, չէի էլ ուզում տուն մտնեմ, երևի մի ժամ ու ավել, 2 ժամ, դրսերում նստել եմ անեացած մտքերով 70 տեղ, մի խոսքով, հետո այդ պայն հեռախոսս վեր կալա, չգիտեմ ինչի ասում եմ, հլա վեր Մանուշակին էլի, հենց վեր կալա Մանուշակը ինձ SMS ուղարկեց, այ Աստված վկա, ես սենց ցնցվեցի էլի ու մենք միշտ ենք իրար տենց զգում, Մանուշակի հետ շատ երկար ու հաճելի զրույց ունեցանք, մի քիչ խաղաղվեցի, ինձ երբեմն ասում եք ինչ բլոգերների եք սիրում, մեր բոլոր հայերին էլ սիրում եմ, ոնց կարա հայը հային ատի, չկա նման բան, ինչքան ուզում է մեկ-մեկ բիձայական գրառումներ եմ ստանում և այլ էտ էլ այլի, բայց մեկա ես չեմ փող, ես չեմ ատելու, ես ես վերջը մեղավ Աստծու առաջ վկայության մի բան Մանուշակի հետ մենք էտ էինք էլի խոսում, ասում եմ Մանուշակ ես ենքան եմ Աստծուն աղոթել, իմ աղոթքները հասել առ Աստված, ինքն ասում է այո քուրիկս, ու իրոք կա տենց բան, շատ երկար քննարկում ունեցանք տարբեր հարցերի շուրջ ու մի խոսքով ասածս ինչա, ոչ մի անգամ չմտածեք, թե Աստված ձեզ չի լսում, ոչ մի անգամ չասեք չի լնելու, կարևորը դուք ներսի հավատ ունեցեք, ամեն ինչ լնելու է, մի խոսքով, ու երեք գործել չեմ արել, ինչ եմ արել, որ ոչ մի բան էլ չեմ արել, մի 2 շորմոր էտ սպալյան եմ դասավորել, այսօր էտա վերջնակետին եմ հասել, Ալեքսիս ուղարկել եմ դպրոցու, ասի վсё, բարձանամ վերև, որովհետև ամեն մի շորը մանրակրկիտ ձևով վերադասավորել է ուզում, ամեն մի դարակը ներողություն, ոչ թե ամեն մի շորը, դրանից հետո, ինչ բանա սուրճը դուրս չի գալի, դրանից հետո Ալեքսս դպրոցից եկավ ուժեղ անձրև էր եկել, ալիքն եկել էր գործ անելու, են էլ էդ եղանակին, էլ ինչ գործ,
Այնտեղ քննարկելու բաներ ունենք, քննարկեցինք շինապրանքների հետ կապված ու սենց բաներ, հետո կարդում եմ ձեր գրառումները, ապրեք, որ դուք այդքան լավն եք, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք իրոք լավ մարդիկ եք, որ կաք իմ կողքին, իմ ընտանիքի կողքին, այո, այս անգամ շատ էիք նկատել, որ Նիկան առաջ պապես տեսախցիկից չի խուսափում, Նիկան սենց, Նիկան նենց, այո, Նիկան շատ լավ մարդ է, շատ բարի հոգու մարդ է, շատ ընտանիքին նվիրված մարդ է, կապ չունի, ով ոնց է մտածում, ով ոնց է մեկնաբանում, ես հո լավ գիտեմ իմ ամուսնուն, իմ տան գլխին, իմ երեխու պապային, ինքը շատ լավ, ոնց տարիքով է մեծ, նենց էլ բնավորությունով ու հոգով ու սրտով, ինքը շատ լավ մարդ է, շնորհակալ եմ, որ դուք այդքանը թեկուզ մի քիչ ուշ, բայց նկատեցիք, որովհետև ես հիշում եմ, երբ որ առաջի անգամ ես նկարահանում արեցի լիարժեք ընտանիքի, փորձեցիք էլի շատ քարկոծել, բայց ես դրանից չեմ վախենում, ես տեսակով ուժեղ մարդ եմ, ես ամեն ինչի միջով էլ անցնում եմ ու համբերատար ձևով համբերում ու փառք Տիրոջը, այսօր հասել եմ նրան, այո, որ սիրում ու հարգում եք և իմ ամուսնուն, և իմ ընտանիքին, ինչի համար շատ գոհ ու շնորհակալ եմ ես ձեզանից, թող Աստված ձեր սրտով ձեզ էլ տա, մեզ էլ տա, բոլորիս էլ տա ու գրառումների բաժնում շատ հանդիպեցի, որ գրել եք ցավոտ թեմայա, մենք էլ ենք դրա միջով անցնում, երեխեք իրոք ցավոտ թեմայա, երբ որ տենում ես երեխեդ ոնց է, սենց պրոշները կծոտելով մտքում լացում ու դու վախում ես, որ այս այրաքիթիկից անունը կգա ու անընդհատ ուզում ես խոսացնես, որ բացվի էլի մի հատ լացի ու հանգստացի, համաձայն եք, որ լրիվ իզմոտ էլ տենց է, օրինակ ես ավելի լավ ձենով 2 րոպե լացեմ, քան մտքիս մեջ օրերով լացեմ, որովհետև այդպես ճիշտ չի։ Հիմա, բայց էլի Ալեքսս փառք Աստծու համակերպվողը, այնքան էինք ծիծաղել, ասма պապա, դե եթե սամալյոտը չի գալի, արի գնանք տուն, կամ գոնե գնանք Երևան, այսինքն էլ այդ պատերի մեջ չէր հերիքում իր աուտը, ես տենց հասկացա, մեկ էլ ընդեղ պահ եղավ, ասма, մամքու ոտքը գցավա դու նստի, ես պապայի հետ գնամ ման գամ, այսինքն երեխեն ուզմա ոչինչ ցավացնի, նեղացնի, բայց միևնույն ժամանակ էլ շուստրի է էլի, միամիտ շուստրի, որ գնա հոր հետ ֆրֆռա, թող գնար, թող ու էլի թող, քանի որ ես իմ կյանքս ամբողջ իմ երիտասարդ տարիներս թողել եմ հանուն Ալեքսիս ու փառք Աստծու, այսօր այդ պտուղները քաղում եմ, վայելում եմ համ իմ երեխու սերն ու հարգանքը, նվիրվածությունը, համ էլ իմ ամուսնու, այնպես որ համբերությունը շատ լավ բան է, այնքան որ պետք է համբերենք։ Հիմա եղանակն է, ոնց որ տրամադրությունը սենց էլ ավելի ապչացնում, բայց ես մեկա չեմ հանձնվելու։ Ոչինչ, ես էլ կանցնի, հուսանք արդեն զգում եմ էլի, որ Նիկան էլ է դժվարությամբ գնում, որովհետև տարիներ անիմ, ասում եմ նայ սենց լավ չի բան, ինքն էլ ասում, հա Աննա ջան, բա ես չեմ ուզի, ուղղակի մի 2 պլաններ ունենք, դա էլ իրագործենք Աստծու օգնությունով ու օրհնությունով, երևի թե մեր ընտանիքը վերջապես կմիավորվի, այդքան մի բան, հուսանք, որ այդպես ալնելու։ Այնպես որ իսկ ջահելներին, ովքեր նոր են ընտանիք կազմում, ասենք կողքից խորհուրդ տալը շատ հեշտ բան է, բայց խորհրդի կարգով առանձին ապրելը իրարից
ամենասխալ բանն է, բայց իմ դեպքում արդեն ուշ է։ Իմ դեպքում արդեն եկել հասունացել է այն պահը, որ շուտով միավորվելու ենք։ Այդքան համբերողը 2-3 տարին ինչա չհամբերի։ Այդքան մի բան։ Ես այնքան ուրախացա, երբ որ նկատեցիք, որ շատ դեպքերում գրում էիք սառնություն եմ զգում, անտարբերություն եմ զգում, ախր բայց հո իրականում տենց չի։ Իրականում ես գիտեմ, որ իմ ամուսինը շատ հոգատար է, շատ նվիրվող է, շատ ձեռք մեկնող է, կնոջ երջանկությունն է, որ ամուսինը իրան ձեռք մեկնի, ոչ թե նստի ասի ջուր բեր խմեմ, այս ինչ բանն արա, այն ինչ բանն արա, չէ, ինքն էլ ինձ հավասար, տեղ կար հելա, ես երբ որ ասում էի լավ հերիքա կհոգնես, մեղք ես, սենց կատակով ասում էի, քեզ էլ ամեր բերել, հերիքա, թող մնա, ասում էր օրերը գնացին, էսա գնալուց վաղտնա, դու ես մեղք, որ այդքանը կմնա քո վրա, ու ասում ես, թե ոչ չգնահատես այդ ձևի մարդուն, չգիտեմ, ես երբ որ տարիներ առաջ իմ կյանք կապել եմ իրա հետ, ամեն ինչ սկսվել է հարգանքով, ու այդ հարգանքը եթե չկա ամուսինների մեջ, ոչ մի լավ բան չի կարա ալնի, իմ տարիների ընթացքում, թե երիտասարդության, թե այս կյանքից միջին տարիների ընթացքում, թե դպրոցական տարին, ընկերուհիներ եմ ունեցել, որ դասընկերուհիներ, ոչ թե ընկերուհիներ, օրինակի համար սիրել են, սիրահարվել են, ամուսնացել են ու արագի մեջ մասնատվել են, չեմ էլ ուզում ասեմ, բաժանվել, չեմ սիրում այդ բառը, այնպես որ սերն ուրիշ բան է, հարգանքը լրիվ ուրիշ բան, մարդ եթե հարգես, հարգանքի այսպես ասեմ, բնութագիրը գալիս է հենց ինքդ քեզանից, իհարկե իմ մտածելակերպով, իմ համար, եթե մինչև դու քեզ չհարգես, երբեք չես իմանա դիմացինին ոնց հարգես, մինչև դու քեզ չիմանաս ոնց ճիշտ պահես, երբեք չես կարա դիմացինին ասես ճիշտ էր, թե սխալ, քանի որ ամեն ինչ քո ներսից պետք է գա, ու մեր ընտանիքի հիմքը դրվել է հարգանքից ու վստահությունից, այդ երկուսը որոննում է, շատ վատ բաների միջով էլ ենք անցել, բայց այսօր հասել եմ նրան, կան չէ, որ ասում են, բակին նովա, որ ես ինչ բանն ասի, բայց լիարժեք ընտանիքում, նորմալ ընտանիքում, այո, կինն էլ է ասում, տղամարդն էլ է ասում, ու ես, այո, տարիներ առաջ չէր լինի այդքանը, բայց այսօր գնում ենք, գալիս էր ինձ ասում, Աննարի գնանք, ես ինչ բան է, են ինչը, մենք ի սկզբանե ենք տենց եղել, ու այդպես էլ շարունակվում է էլ ավելի խորը արմատներ տալը, այնպես որ հարգանքը շատ լավ ու պետքական ու արմատ տվող գործողություն է, որ իմ կարծիքով շատերի սա պետք, ամենքիս յուրաքանչյուրիս պետք է ցանկացած գործողության մեջ, այդքան բան, հիմա այսօր ես Ալեքսս դպրոցից եկել է, ես իրան չեմ խանգարում, սուտել չեմ ասի, որ էսա պետք է նստենք, դա չէ, ինքը պետք է հեռախոսից սենց մի հատ լավ հավեսով իրա կարոտը հանի, քանի որ օրվա կեսը չի, ես դիտավորյալ չեմ լիցքավորում շատ, որ ինքը օրով ինտերնետ չունենա, արդեն նրվայնացա, գիտեք ես սևից, սպիտակի մեջ ինչքան պայծառ ես չէ, բայց չգիտեմ ինչի պահարանս բացեցի, այսօր ուզում էի մի տեսակ նոր սենյակի մեջ նոր շորեր հագնեմ, այդքան տեղը երևի երեխա ես դառնում, բայց թե ես էլ իմ հոր նման երեխան եմ, քանի մեր ծնողները կան, Աստված իրանց երկար կյանք տա ու առողջ, մենք էլ ենք էլի երեխա,
ասում եմ չէ, նկարահանեմ, չնկարահանեմ, ինձ գրել էիք շատ, որ թաքուն ես պահում, ինչի սենյակը ցույց չես տալիս, հետ հասկացել էիք, որ անում ենք տենց մի բան, ինչի պետքա թաքուն պահեմ, էլ դրա իրավունքը ունեմ, բայց չէ, եթե ես անկեղծորեն կիսվում եմ իմ առօրյայով ձեր հետ, իմ հարազատ մարդկանց հետ, ինձ բարեկամ դարձած մարդկանց հետ, բա ոնց կարամ ես էդ էլ ցույց չտամ, ուղղակի սենց տրամադրություն ես չէր ձգում էլի, ուզում էի սենց ուրախ, զվարթ, աչքերի փայլով, բայց այս պահին աչքերս չի փայլում, կեղծավոր էլ չեմ սիրում, էլի կեղծ կամ ձենս փոխեմ, կամ ժպիտս ու հայացքս պայծառ, բայց մի էլ փորձեմ չի լինի, որովհետև Հիսուս Քրիստոսը ներում է բոլորիս մեղքերը ու պետք է նենց անենք, որ ների։ Հոգու հանգստությունից լավ բան չկա աշխարհում կոնկրետ իմ համար։ Այդքան բան։ Տեսնեք, ով է ինձ հիշել ու ով է ինձ ասում։ Ալո։ Հա, Հա։ Ահա, երեխեք ջան, հանգիստ նստելու ժամանակ նետում։ Սարցախցիկից պամիդոր հանեմ, լոլիկ չասեմ էլի։ Ու գիտեք, ոնց եմ ուզում այս սարցախցիկս անջատվի։ Որտև մեկն էլ էլի հերիք։ Այս ստուփով այս արանք բոլ-բոլ բացեղ կանեմ։ Մեկա սիրում ենք։ Կան այդքան չի սիրեմ, դրա համար չեմ արել իրա համար ու վարպետս էր զանգել, ավազա գալիս, այ ես չեմ էլի սիրում, թարսեր ինքն էլ գնաց, չեմ սիրում ուրիշ մարդկանց հետ գործարքի մտնես, այս անես, են անես, ասնեմ, այալիք թարսեր էլի, գնացիր, լորձերին ասմա բետա, չունի պետքա, գնան զարոտը բացեմ, բոլ կանան չի էլում եմ, մեջ դուլիցնեմ, դուրնի համով ծվացեղ։ Again. Սիրելի հետևորդներ ջան, տանենք հետ տեղը ու գնանք դուրս տրամադրությունը փոխած, որովհետև չեմ սիրում ուրիշ մարդու մոտ, ոյ ծուրտա, լավ սաղնա է, ենքան գործ ունեմ, այս վերևից եմ գցել, որ մտածում եմ մի տեղ
մի գրակ մրակ, որ վառենք, կօգտագործվի էլի, հեսա, ստեղ սաղ, սենց մնացել է, ավազը որ գա, պերեկրիտը կարվի, ասածրի մատատին, ասմա պրարաբի գործը կարգին գիտես, դե մի էտա, բացեմ, դարպաս վարոտ, ինչ էլ ասեմ, ճիշտ կասեմ էլի, ասենց, սրանց էլ ենք ներկելու, տենամ երբ, ասենց, աղբեր ջան, գնամ մազերս կապեմ, թափած մազերս նրվայնած, լվացկան հենց եմ փռեց ածկի տակ, բայց չորացած է կլինի, Ալեքս, ոտսով տան, Հետ ինչ բերի, ավազ եմ բերել, ու շատ իրեղի, որ դու դուս գաս տան տղամարդ ես, դե արի հմի ծրտոտա, արի գոնե վրի ջիլետը թակի, մի քիչ տրինաժով քշի Ալեքս ջան, լսում ես, դե դզվի, ու քշի, մի քիչ արագ չես ուզում անես, արագացրու մի քիչ, արագ, մի քիչ արագ, որ, ահա, այդ տենց, ապրես, Պտտի սիրը, տղեն հեշտ ծևը կթել է, հետա պտտում, հմի կողքը կանգնել եմ, որ ինքը միշտ առաջ պտտի, ճիշտ է հետ պտտելն էլ ամարզանք, բայց ճիշտը այսենց առաջ պտտելն է, հետ պտտելը ավելի շատ ոնց որ իրան հետ տա էլի, իսկ սենց ընդհանուր մարզվելը ամենա ճիշտն է, շատ լավ է, շատ ապրես, տեսար ինչքան լավ ես անում, շատ ապրի իմ տղեն,
գոհ եմ ես քեզանից իմանաս։ Իմ սիրուն Ալեքս։ Չէ, առաջ։ Այդ էս։ Դու մի թավուր հետին շատ սվորեցիր, չեմ ուզում։ Եղավ։ Ձևը չփոխես գալիս եմ, ես չեմ անջատում, արդեն ես փոխում, առաջ, այդ ենց, չփոխես գալիս եմ, մազայիս ռեզինը վեր ունեմ գալիս եմ, ես լույսերն անջատեմ, ու գնամ մազերս կապելա, պտտի, Առաջ, Ալեքս առաջ, կանգնի ու առաջ արի, Ալեքս կանգնի, հմի առաջ արի, չէ, արի առաջ արի, այդ ենք, պեպպետի, Վերավազնել եկավ, հովեն, Հեսա ներավազը, բերեն, Հացքը մազերս կապեցի, ավազնել, թող կա, վայ մայրիկ ճան, Պես, Ալյո, հա, բա, այսպես, բա, այստեղ տեսակ, որ ուրեմն ավազը բերել են, շարունակվում է մեր օրը, ճաշի գործընթացը անջատել էի, որովհետև սենց անեմ, որ դուք էլ նայեք, չէ շատ եք ասում անայդ ինչ ես անում, անայդ ինչ ես անում, եկեք հերթով ասեմ ինչ եմ անում, ձարի ափի մեկ մի անգամից, գիտեք, տնավարի, հայավարի, պամիտորով ձվածեղին ինչ մասաժում, ինչ կանանչի էր գցենք համով արնում, ես չգիտեմ թե ինչի, որոշեցի պետվուշկա ավելացնեմ, բանոց չասես ու խար, լավ, ընտիր, համով, ասեք, որ ես ուտեստից ոչ մի անգամ ոչ մեկ էլ չի հոգնի, այդքան էլ լծվեցի մեջը, բայց աչքիս քիչ է, կանաչի, այս կանջատ եմ, ստեղ գրեչկամ, ու լեփի, մեր ճաշն անենք, Լիկունն է ոչ բան չեմ եփելում, Ալեքսին վանք պամիդոր կտամ, ես էլ իմ կաթնաշողը կուտեմ,
Ալեքսը չի ուզում կաթնաշոր չողով չգիտեմ ինչ անեմ, ոնց համոզեմ, որ ուտի։ Նոր նայում եմ, պատվերիցից պատվերն ա եկել, եկեք սամիտ հոմեմ էլ կցեմ, էլի, բայց հետ չգիտեմ, թե պատվիրասներից նեկա, պատվերիցի անունելս է, բայց հետ չգիտեմ, թե պատվերներիցս որ մեկն ա եկել, ու մի խոսքով, աչքից վայլ բերիսել եմ գնալու, պատուհան մակտելու բան, ուրիշ բաներ, չգիտեմ դեռ որն ա եկել, Ալեքս ջան, ուզում ես քեզ ուղարկեմ, Դա ինչ ա պետք, որ խանութել եմ, ուզում գնամ փոշի առնեմ, բայց ինչ ես պատվիրել Բայց ինչ ես պատվիրել ինչի, Պոլիփետ չէ, պոլիփետ, չէ, ասու ջան, մենք մեր պոլիփետին ինչ այլ է, Բա ինչ ես պոլիփետ, ուրեմն այնքան ծիծաղել էի, այդքան նեղ սրտելուց հետ իրոք էլի, որ կյանք շարունակվող բան այս համեմն ու սամիտներ կտրեմ, փոշմանեցի, այս ավազի մեքենան, ավազը թափեց ու գնում ա, ասում եմ այդ էր աստված, կարող ա, այս խիչ է էլի փողը վերցնեմ, ասում եմ կարող ա մեր վարպետը տված էլի, որ հետո ես իրան տամ, վերջը արդեն այդ մտքերի մեջն էի, որ տենց բան ոնց կրնի, մարտապրանքը բերի, փողը չվերցնի ու գնում ա, մեկ էլ նայեմ, ավտոն հարմար տեղ, սիրուն տեղավորեց, հետա, ես դե կանգնած սպասում էի, որ հասկանամ էլի ինչ ա կատարվում, հետա եկավ փողը վեր կալավ, այդ մի կոմից էլ լավ ստացվեց, ու խոյ, այսա եղավ, տիրիկ, բան, պամիդորով ծված, կանաչի առատ, ես սիրում եմ, որ կանաչի շատ առնում, այս էլ էփեց, անջատենք ու հաց ուտենք, Անձև չէ, մի քիչ չկար անձև, այս մի քիչ եկավ ու կտրվեց էլի Հա, կկտրվի, միշտ անձև չի գա Արդեն այսօր կտրվեց Շատ ցուրտ էր, բայց այլ եկավ անձևը Բայց թե այդքան շատ ցուրտ չի Հա, դե լավ սրտիկ, Բաբա, աստիճանով լավի չար Հա Շատ լավ մեծ սամալոտ են, բայց թե այդ մարդիկ ոնց եկան կանգնացին են հետով են սամալոտին Հա Մարդիկ այդ աշխատողները կանգնացնում են, որ ինքը սաղ տեսել ա, Մամա ջան, բա սաղ նկարեմ ու տեսել եմ, էքոնը իմը չէի ինքը տեսել ա լրիվ պապա, Սաղ տեսել եմ, մամա պապային պատմի, ոնց եկավ սամալյոտը, Պապա, լավ սամալոտ եկավ, մեծ են, որ մենք գնացինք, մեծ սամալոտ էր, հարախացրեց ասի սամալոտը երբ ա գալու, ասա մի կես ժամից, ասելա հարցնեմ, ասի սամալոտը երբ ա գալու, ասա մի կես ժամից, հետո եկավ, հետո եկավ ու կանգնեցին, հետո ինչ արին, հետո թրին, դուրը բացեցին ու մարդիկ իջան, Նարդիվանը մոտիկացավ, միջի ժողովուրդը իջան, հետո ես մտել եմ, հետո ես եմ մտել մեջ էլի Լիկա, այն Արմին են զանգել էր, Հա, ասեցի ինչ-որ Պապա, դու հրա ասա շատ աշխատողներ էին սաղ սամալոտում,
Իսկ տեղ ասենք լվացարան կա սամարոտ, որտեղ կետ լվանում ես, էլի։ Կա։ Զուքարան է կա։ Ասենք ատամի բան կա, ատամի խոզանակ, այն որ ատամներդ Ոյ ադեք։ այս են զվանում ես, էլի մամ։ Ջուր ես ուտնում խմում ես քեզ մար։ Давай, պատրաստի, բայուսկի ես էլ եմ ուզում քնել։